Հայրենիքում սեփական տանիք ունենալը թերևս լավագույն նվերը կարող է լինել ազատագրված տարածքներում վերաբնակեցվող ընտանիքների համար։ Արցախի առաջին ազգային վիճակախաղից ստացված հասույթի մի մասն ուղղվել է հայրենադարձության ծրագրին։ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ավարտվող տարվա մայիսին են մեկնարկել։ Նախագծում 37 առանձնատուն է, որից 10-ն առաջին փուլում է կառուցվում։ Բազմակի օգտագործման անհատական 3 սենյականոց բնակարաններ են 10 հատ։ Աշխատանքները համարյա ավարտական փուլում են, 80%-անոց կառուցված է շենքերը։ Այս պայդրությամբ տանիքն արդեն ցինկապատում, ժեշտապատում, մեջի սենյակներն են կտրտում, բորձյուրներն են շարվում։ Շինարարությունը Հավանդ ընկերությանն է վստահվել։ Աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է։ Ավարտական փուլի շրջանում անելիքները հիմնականում տանիքների տեղադրման ուղղությամբ են։ Զուգահեռ շինարարները նաև բարեկարգման աշխատանքներով են զբաղված։ Բնակարանները դեռ պատրաստ չեն։ Հայտերի թիվը սակայն վաղուց գերազանցել է 10-ը։ Հենց բնակարանները պատրաստ լինի, հաջորդ օրվանից արդեն ժողովուրդը կգան եւ կապրեն մեջ։ Քաշաթաղի շրջանի գյուղերից այդքան չէ, որ ասենք բան եք տալիս, հնարավորություն եք տալիս, որտեղ ամեն մեկ իր տանը ապրում է, հենց չէ որ ներքի միգրացիան անեք, սա բնական է։ Մարդիկ կտեղափոխվեն, սա կգան, բայց շրջանից այստեղ իմաստ չեք տեսնում, քանի որ Հայաստանի մարզերից շատ մարդիկ են գալիս, Ռուսաստանից են գալիս, մեր հայրենակիցները, սիրիահայերն են գալիս, հենց չէ որ խնդիր ունեք բնակիչների, շատ մարդիկ են գալիս։ Երիտասարդ ընտանիքներ, հիմնականում աշխատող ընտանիքներ։ Թաղամասի կառուցմանը մոտ 40 հոգանոց խումբ է մասնակցում։ Շինարարությանը նաև տեղացիներ են ընդգրկված, բայց քիչ թվով։ Իշխանադործիները հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված։ Անասնապահությունն էլ կարելի է մեծ մասշտաբով զարգացնել, հողագործությունը, մանավանդ այգեգործությունը գյուղում շատ նպաստավոր է։ 3-4 տարին ամենաուշը բոլոր տիպի ծառերը, տնկիները բերք են տալիս, ժողովուրդը կարող են արդեն եկամուտ հավաքել նրանից։ Ու պահանջարկը մեծ է, շուկան ազատ է, կարողանում են վաճառել։ Իսկ հա Արթուր Գաջունցը շինարարության ոլորտում 40 տարվա աշխատանքային փորձ ունի։ Սեփական կարողությունները չի գերագնահատում, բայց գրեթե ամեն տեսակի աշխատանք է անում, վաստակածից էլ չի դժգոհում։ Շինարարությունն սկսալա միջի իմաստը աշխատում եք, հեսա քանի ամիս է գրում է։ Նայած աշխատանքի, նայած բանի, ոչ չէ, եկավ գողեք։ Չեք դժգոհում։ Հագարի գետի ափին ձգվող նոր թաղամասի բնակարանները 3 սենյականոց են։ Շինարարները սակայն հաշվի են առել, որ այստեղ հիմնականում աճող ընտանիքներ են բնակվելու։ Ուստի շենքերը կառուցում են հետագայում երկրորդ հարկ ունենալու հնարավորություններով։ Յուրաքանչյուր բնակարան ի դեպ նաև 1200 քառակուսի մետր տնամերձ հողատարածք է ունենալու։ Առանձին մեկ իր հողամասը ունի 1200 մետր, հողամասը շենքի հետևի մասում է, էլի, ոչ թե դեպի ճանապարհը, շենքի հետնամասում։ Նարեկ Սահակյան, Սամվել Սայյան, օր